Տրանսպորտի հին ու բարի ուղևորը հնարավոր է վերադառնա, եթե երեքշաբթի Երևանի ավականին կողմ քվեարկի այն նախագծին, որի տակ 17,000 երևանցու ստորագրությունը կա։ Քաղաքացիական այս նախաձեռնությունը ավականում մարտի 18-ին նիստում որպես Երևանի բնակիչ ներկայացնելու է Անդրանիկ Թևանյանը։ Ըստ նախագծի 100 դրամ է լինելու մետրոյի ու ավտոբուսի ուղևորը, տրոլեյբուսինը 50 դրամ, ինչպես մինչև փետրվարի 1-ն էր նախքան թանկացումը։ Մենք տալիս ենք հնարավորություն քաղաքացուն ընտրություն կատարել, վճարել մեկ անգամ ավտոբուսի եւ մետրոյի համար 100 դրամ կամ տրոլեյբուսի համար 50 դրամ կամ օգտվել փաթեթներից, որոնք իրենց համար կարող են ավելի ձեռնտու լինել։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, որ 17,000 քաղաքացի դարձել է ավականու նիստի օրակարգի մաս կազմող կամ նախաձեռնող, ասում է Թևանյանը։ Երեկ քաղաքապետարանում տրանսպորտի ուղևորին վերաբերվող նախագիծը քննարկվել է հանձնաժողովում, սակայն քաղաքային իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ չի բարեհաճել ներկայանալ այդ քննարկմանը։ Տարբեր թվականների պաշտոնական տվյալները վերցնելով, համադրելով դրանք ուղևորահոսքերի եւ ծախսերի հետ, ապացուցեցի, որ 65, 68 եւ առավելագույնը 92-93 դրամ կարող է լինել տրանսպորտի գինը, սա չհաշված դոտացիան, եւ որևէ հակափաստարկ չստացա իշխանությունների կողմից։ Տրանսպորտային նոր գներին չհարմարվող մարդկանց ոգևորում է Մայր Հայաստան շարժման նախագիծը։ Ավելին, ասում են, եթե ավականու նիստին մերժվի նախագիծը, պատրաստ են միանալ ստորագրահավաքին, որպեսզի հարցը հանրաքվեի դրվի։ Ես ուրախ կլինեմ այդ նախագծին, իհարկե։ Դեժանը լավ է, ժողովուրդն է վճարունակ չի։ Լավ կլինի, որ այդ նախագիծը իր տեղը հասնի, օրենքի ուժ ստանա։ Իհարկե, ես համաձայն եմ, որ լինի 100 դրամ։ Ինձ համար ձեր չի տալիս, ճիշտ է ստիպված տալիս ենք, բայց դե լավ կլիներ, որ մնար 100 дրам։ Գոնե տրոլեյբուսը պետք է 100 լիներ, ոչ թե 150։ Вальдова промартик եք, իհարկե ադեսություն կա, գումարը, как говорится, лишних денег не бывает ведь. Естественно, это большой ущерб для нашей семьи, потому что где 100, где 150, разница большая. Տրոլեյբուսը 100 դրամով է թանկացել։ Тем более, եթե ընտանիքներում կան ուսանողներ, աշխատողներ, ամսվա բյուջեի վրա իհարկե դա ազդում է։ Չգիտեմ գոհ են թե չէ, պետք է անպայման ասվի։ Ինչն էլ թանկանում է, դժգոհություն է։ Ընդդիմությունը բացի այն, որ նախկին գներն է ուզում հետ բերել, նաև ամսական տարեկան փաթեթների կրկնակի էժան տարբերակներ է առաջարկում։ Կենսաթոշակառուների եւ հաշմանդամության կարգ ունեցողների համար էլ առաջարկում է անվճար դարձնել տրանսպորտը։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան և Նորայր Հակոբյան, Հայլուր։